Պատրաստում ենք Սպարտակ տորտ, որը հիանալի ընտրություն է ինչպես տոնական սեղանի, այնպես էլ ընտանեկան ջերմ հավաքույթների համար։ Տապակի մեջ լցնում ենք կարագը, շաքարավազն ու մեղրը, դնում ենք միջին կրակի վրա և անդադր խառնելով թողնում այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ հավի, այնուհետև ավելացնում ենք սոդան, խառնում ևս 1 րոպե և վերցնում կրակի վրայից, թողնում ենք մի փոքր սառչի, ապա ավելացնում ենք ձուն, կակաոն և ալյուրը, հունցում ենք փափուկ խմոր, պետք է ստացվի ձեռքերին թեթև կպչող խմոր։ Ստացված խմորը բաժանում ենք գնդերի, գռնակով բացում, պատառաքաղով ծակծկում և ուղարկում ջեռոց 170 աստիճանի տակ 5-ից 7 րոպե թխվելու։ Կտրում ենք ավելորդ հատվածները և անցնում կրեմի պատրաստելուն։ Խառնում ենք ձուն, շաքարավազը, վանիլինը և ալյուրը, այնուհետև անդադր խառնելով քիչ-քիչ ավելացնում ենք եռման կաթը, դնում ենք թույլ կրակի վրա և եփում մինչև սկսեն առաջանալ առաջին պղպջակները, վերցնում ենք կրակի վրայից, ավելացնում կարագը և լավ խառնում, ծածկում և թողնում ենք, որ սառչի։ Յուրաքանչյուր շերտ պատում ենք կրեմով և հերթով շարում իրար վրա, ծածկում և տեղափոխում ենք սառնարան մի քանի ժամով։ Հետո զարդարում ենք ջնարակով կամ թխվածքից մնացած մանրացրած փշուրներով։